Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու, թե ինչպես կին Մարգարեն բացահայտել է Հայաստանի և Ադրբեջանի ապագան։ Տարածաշրջանի ամենավտանգավոր շրջանը 2026 թվականն է։ Հնդիկ աստղաբան Անուրադա Վերման կրկին ներկայացրել է իր աստղաբանական կանխատեսումը և կիսվել իր հետևորդների հետ։ Այստեղ շատ կարևոր մի քանի եզրակացություններ կան, որոնք ցանկացա ներկայացնել իմ հետևորդներին։ Նա նշել է, որ առաջիկա ժամանակահատվածը մարտահրավերներով լի է լինելու բոլորիս համար, բայց բոլոր հնարավորությունները ունենք ազդել այս ամենի վրա և դրական փոփոխություններ կատարել մեր կյանքում։ Նրա կանխատեսումների հիմնական թեմաներից մեկը աշխարհում տեղի ունեցող հակամարտություններն են, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա նաև նշել է, որ աստղաբանորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված սերտ ընդհանուր կապը բացակայում է, ինչը զգալիորեն բարդացնում է այս երկու երկրների բարելավումը։ Նրա կանխատեսմամբ երկու երկրների միջև հարաբերություններում էական դրական փոփոխություն չպետք է սպասել մինչև 2030 թվականը։ Նա ընդգծել է, որ ամենադժվար ժամանակաշրջանը դեռ առջևում է և այն 2026 թվականն է, երբ աշխարհը կբախվի խոշոր ճգնաժամերի, սակայն դրանից հետո կսկսվեն դրական փոփոխություններ և բացասական միտումները աստիճանաբար կզիջեն բարենպաստ զարգացումներին։ Նա 2026 թվականի մարտի 29-ը նշել է որպես հատկապես կարևոր ամսաթիվ։ Այս օրը 6 մոլորակներ կլինեն մեկ նշանի տակ, ինչը զգալի ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա։ Նա խորհուրդ է տվել այս օրը բարի գործ կատարել, որը նրա խոսքով կարող է մեծապես ուժեղացնել կյանքի դրական փոփոխությունները։ Աստղաբանը կանխատեսել է, որ այս երկնային դասավորությունը հիմնականում կազդի կլիմայի վրա։ Նա կանխատեսել է, որ ամբողջ աշխարհում տեղի կունենան անկանխատեսելի բնական աղետներ, ինչպիսիք են հզոր ցունամիները և սառցադաշտերի հալոցքը։ Ավելին, հնարավոր են նաև հրդեհների հետ կապված իրադարձություններ, այդ թվում պայթյուններ և հրդեհներ։ Վերմանն նաև նշել է, որ բնությունը վաղուց փորձում է մարդկությանը զգուշացնել ռեսուրսների անխոհեմ օգտագործման մասին, և եթե մարդիկ չփոխեն իրենց վարքագիծը, խնդիրները կդառնան գլոբալ և վերջնական։ Խոսելով 2026 թվականի մասին, աստղաբանը մեզ զգուշացնում է, որ գարնան առաջին ամիսները հատկապես դժվար կլինեն, պետք է զգույշ լինել։ Նա դա բացատրում է նրանով, որ կզգացվի Յուպիտերի ազդեցությունը, որը խթանում է տնտեսական աճը, մարտահրավերները էլ ավելի կսրվեն, բայց հետո կուժեղանա Մարսի ազդեցությունը, հնարավոր է կտրուկ վատթարացնելով աշխարհում տեղի ունեցող առանց այդ էլ բարդ իրավիճակը։ Այս ժամանակահատվածի համար Վերման խորհուրդ է տալիս խուսափել ռիսկերից և պահպանել ձեր խնայողությունները։ Եվ այսպիսով մեր տարածաշրջանում նույնպես իրավիճակը երբեմն կարող է լարված թվալ, ինչպես այս օրերին է, քանի որ աշխարհագրական զարգացումները հաճախ ազդեցություն են ունենում փոքր երկրների վրա։ Սակայն կարևոր է հասկանալ, որ տարածաշրջանային անվտանգությունը կախված է ոչ միայն մեծ տերությունների հարաբերություններից, այլ նաև երկրների միջև դիվանագիտությունից, համագործակցությունից և կայունության պահպանման ձգտումից։ Իմ կարծիքով Հայաստանի համար ամենակարևոր գործոններից մեկը խելամիտ և հավասարակշռված քաղաքականությունն է, ինչպես նաև տնտեսության, տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի զարգացումը։ Երբ պետությունը ուժեղացնում է իր տնտեսությունը, կրթությունը և անվտանգության համակարգերը, այն ավելի պատրաստ է դիմակայելու արտաքին մարտահրավերներին։ Բացի այդ, կարևոր է նաև հասարակության միասնականությունը։ Երբ մարդիկ վստահում են ապագային և աշխատում են երկրի զարգացման համար, նույնիսկ ամենաբարդ ժամանակաշրջանը կարելի է հաղթահարել ավելի կայուն կերպով։ Ի վերջո, անկախ տարբեր կանխատեսումներից, ապագան միշտ կախված է նաև մարդկանց ընտրություններից ու գործողություններից։ Անուրադա Վերմայի կանխատեսումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ աշխարհը մտնում է բավականին բարդ և անկանխատեսելի փուլ։ Նրա խոսքով 2026 թվականը կարող է լինել փորձություններով լի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և բնական երևույթների տեսանկյունից, սակայն նույնիսկ ամենաբարդ ժամանակաշրջանում նա ընդգծում է, որ մարդիկ կարող են փոխել իրենց կյանքի ուղղությունը խելամիտ որոշումներ ընդունելով և պահպանելով հավատը դեպի ապագան։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ մարդկությունը կարողանում է հաղթահարել նույնիսկ ամենածանր ճգնաժամերը։ Հետևաբար, նման կանխատեսումները պետք է ընկալել ոչ թե որպես
վախ առաջացնող հայտարարություններ, այլ որպես հիշեցում, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները պահանջում են զգոնություն, պատասխանատվություն և միասնականություն։ Եթե տեսանյութը հետաքրքրեց ձեզ, ապա մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել հավանել նշանը և իհարկե կիսվել տեսանյութով ձեր ընկերների հետ, դա օգնում է ալիքի զարգացմանը։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։